Բարև ձեզ հարգելի մարզասերներ, այս ձևաչափով երկրորդ տեսանյութն եմ ներկայացնում Արոշանյան մեդիայի յութուբյան ալիքի եթերում։ Եթե ձեզ դուր են գալիս այս ձևաչափով տեսանյութերը, կխնդրեմ ակտիվ հավանել, մեկնաբանության բաժնում գրել ձեր կարծիքը թե այս ձևաչափի, թե քննարկվող թեմայի վերաբերյալ։ Նախապես շնորհակալ եմ ձեր ակտիվության համար։ Այժմ դուք տեսնում եք այն տեսանյութը, որը առավոտվանից ամբողջ լրատվական դաշտում տարածվում է։ Այն հրապարակել է Voyex Armenia-ի ինստագրամյան էջը։ Առավոտյան Բրազիլիայի ազգային հավաքականի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն Voyex մասնավոր չվերթով ժամանել է Երևան։ Այժմ ֆուտբոլասերներին մեկ հարց է տանջում. ինչու է կատալոնական Բարսելոնայի և իտալական Միլանի լեգենդար նախկին ֆուտբոլիստը Երևանում։ Արոշանյան մեդիայի տեղեկություններով Ռոնալդինյոն Երևանում կմասնակցի Meridian Expo կենտրոնում մեկնարկած խոշոր համաժողովի։ Միջոցառում, որը միավորել է աֆիլիատ մարքեթինգի, iGaming ընկերությունների, բուքմեքերների, թվային բիզնեսով զբաղվողների ներկայացուցիչների։ Կատալոնական Բարսելոնայի, իտալական Միլանի, Բրազիլիայի ազգային հավաքականի լեգենդար նախկին ֆուտբոլիստը նախորդ տարվանից գործակցում է Win-Line բուքմեքերական ընկերության հետ։ Հիշեցնեմ, որ բրազիլացին մարզական կարիերայի ընթացքում հասցրել է 2005 թվականին արժանանալ ոսկե գնդակի։ Իհարկե գլխավոր նվաճումը նրա աշխարհի չեմպիոնությունն է Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում։ Կատալոնական Բարսելոնայի հետ էլ կարողացել է հաղթել Չեմպիոնների լիգայում։ Այսքանը հարգելի մարզասերներ, այս պահի դրությամբ այսքան տեղեկատվություն ունենք, հետևեք մեզ հարգելի մարզասերներ, ովքեր դեռևս բաժանորդագրված չեն ալիքին, շնորհակալ եմ ձեր ակտիվության համար։ Եթե այլ նորություններ լինեն, կտեղեկացնենք։